Նշեմ նաև, որ 2026 թվականին ընդհանուր առմամբ նաև նախատեսում ենք ներդնել կացության կարգավիճակների ամբողջական թվայնացված տարբերակը, արդեն իսկ փաթեթը ներկայացվել է ազգային ժողովին եւ ես վստահ եմ, որ սրանով միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կյանքում թվայնացման բլոկը էական փոփոխություններ կունենա եւ մեզ միայն շատ փոքր բաղադրիչ կմնա որպես այդպիսին թվայնացման Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312,177 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ ես պիտի նշեմ, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմաններում հարցը նաեւ դիտարկել ենք մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը շատ սահուն լինի եւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ հերթերի պատկերը կառավարելի ունենալ այս տեսանկյունից։ 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է միգրացիայի ոլորտի կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունը, որը բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենսդրությունն է եւ մենք ընթացիկ տարում նաեւ այս ուղղությամբ էական քայլեր ենք ձեռնարկել, ներկայումս նաեւ ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի արագ եւ անվտանգ տվյալների փոխանակում գերատեսչությունների միջև։ Անդրադառնալով հանրային ծառայությունների մյուս բլոկին, խոսքս հաշվառման քննական ստորաբաժանումներին է վերաբերում, պիտի նշեմ, որ ներդրել ենք հիբրիդային հերթագրման նոր համակարգ, որը թույլ է տալիս թե on-line հերթագրման տարբերակով եւ թե նաեւ կենթանի հերթագրման տարբերակով գրանցվել եւ սպասարկվել հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Ես նշեմ, հարգելի գործընկերներ, որ ընթացիկ տարում տարբեր քննարկումներ ենք ունեցել հերթերի մասով հաշվառման քննական ստորաբաժանումների, բայց ինչ ունեինք նախորդիվ, ունեինք իրավիճակ, երբ որ ընդհանուր մինչև նախորդ օրը քննության կամ որևէ գործարքի անձը ստանում էր համապատասխան հաղորդագրություն եւ հարցեր նա կարողանում էր իր ժամանակահատվածը կազմակերպել այնպես, որ ներկայանա քննությանը կամ այլ գործարքի կազմակերպմանը թե ոչ, իսկ այս պայմաններում կարող է անձամբ մուտք գործել համակարգ, իրեն հարմար օրը եւ վայրը արդեն ընտրել եւ գնալ գործարքը կատարելու։ Սեպտեմբերի 1-ից տարածքում գործում են թվային վարորդական վկայականները, ամբողջությամբ անցել ենք թվային վարորդական վկայականների համակարգի եւ այլևս ոստիկանությունը վարչարարություն չի իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց մոտ չունեն պլաստիկ տարբերակով վարորդական վկայականներ, ինչը կարծում եմ էապես հարմարավետություն է ապահովել նաեւ վարորդներին այս առումով։ Բնականաբար նաև հարմարավետության տեսանկյունից նոր գործիքակազմ ենք տվել մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են արտահերթ սպասարկվել եւ լրացուցիչ վճարի դիմաց ընդհանուր ժամանակացույցից դուրս որևէ օր վերցնել եւ նախատեսել ենք տեսական կամ գործնական քննությունների մասնակցելու համար պետական տուրքի դիմաց մասնակցել արտահերթ։ Պիտի փաստեմ, որ բավական ակտիվ են օգտագործում մեր քաղաքացիները այս հնարավորությունը եւ նաև պարոն Սարգսյանն էր ներկայացրել որոշակի առաջարկներ այս մասով։ Ես ուրախ եմ, որ կարողացել ենք ընթացիկ տարում ապահովել այս օրենսդրական փոփոխությունը։ Փաստեմ նաև, որ տրանսպորտային միջոցի առողջարքի on-line հարթակը եւս գործարկվել է, 300-ից ավելի տրանսպորտային միջոցի գործարքներ են ունեցել, որոնք միայն on-line պլատֆորմում են իրականացվել։ Այսինքն առաջին գործողությունից մինչև վերջին գործողությունը քաղաքացին տրանսպորտային միջոցի առողջարքը կազմակերպել է on-line պլատֆորմում առանց որևէ բարդության եւ ես պիտի նաև նշեմ, որ մենք նաև քաղաքացիների հետադարձ կապի միջոցով կարծիքներն ենք հավաքագրել եւ միանշանակ դրական է եղել պատկերը քաղաքացիների կողմից, ընդհանուր մինչև մի քանի րոպեի ընթացքում կարողացել են առողջարքը կազմակերպել եւ մենք հետեւողականորեն նաեւ հարթակի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն ենք շարունակելու։ Կարճ անդրադառնամ նաև փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին, նշեմ, որ 25 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 14704 արտակարգ դեպք եւ պատահար, որոշակի աճ ունենք այս առումով հաշվի առնելով հրդեհների ժամանակահատվածը, որը հիմնականում ամառային ժամանակահատվածն է մինչև սեպտեմբերի առաջին օրեր։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 2025 թվականի 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք եւ նաեւ պիտի փաստեմ, որ շարունակել ենք ինստիտուցիոնալ զարգացում այս առումով եւս գործարկվել է 11 հրշեջ փրկարարական կամավորական հենակետերը, որոնք սպասարկում են 51 բնակավայրեր։ Սա ոչ թե պարզապես հարգելի գործընկերներ նոր հենակետերի ձևավորում է, այլ գաղափարախոսության փոփոխություն, որովհետեւ համայնքի բնակիչները եւս պիտի մասնակցեն համայնքի անվտանգության կազմակերպմանը եւ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատների ներգրավում այս առումով բավական դրական պատկեր է ապահովել։ Նշեմ նաեւ, որ Սրանցից երկուսը միայն հենց ձևավորվել են 2025 թվականի կտրվածքում Մեղրաձորում եւ Մարմարիկում։
Գործընկերներ, մենք ընթացիկ տարում նաև քննարկել ենք գույքի ձեռքբերման հարցերը եւս, անընդհատ մեզ ուղղվում են մտահոգություններ, որ այ հիմնականում ոստիկանությունն է առավելապես սպառազինվում, տեխնիկապես հագեցվում, փրկարար ծառայությանը բավարար չափով ուշադրություն չի դարձվում։ Ես նշեմ, որ ընդհանուր առմամբ մենք հաստատել ենք ներդրումային ծրագիր շուրջ 5 միլիարդ դրամ բյուջեով, որի շրջանակներում փրկարար ծառայության համար ձեռք կբերվեն 91 հրշեջ փրկարարական ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, եւ պիտի փաստեմ, որ արդեն ընթացիկ տարում մինչեւ նոյեմբերի ավարտը նախատեսում ենք ունենալ 8 հրշեջ փրկարարական տրանսպորտային միջոցի եւ 10 արագարձագանքման փրկարարական ավտոմեքենայի արդեն հատկացում փրկարար ծառայությանը, ամբողջովին վերանայվել է նաեւ մարտական համազգեստը, որն այդպեսին է կոչվում փրկարար ծառայության համար եւ ձեռք են բերվել նաեւ մի շարք գործիքներ, որոնք հեշտացրել են փրկարար ծառայության կյանքը ընդհանուր process-ների կազմակերպման տեսանկյունից։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հստակ ֆիքսել ենք օրենսդրական ժամկետով, որ լուծարվելու է տեխնիկական անվտանգության ապահովման պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, եւ արդեն իսկ մտել ենք լուծարման process, կառավարությունը եւս համապատասխան որոշում է, բայց սա ուզում եմ փաստել, որ ոչ թե միայն պետական ոչ առևտրային կազմակերպության կրճատում է ընդհանուր առմամբ կառուցվածքում, այլ տեխնիկական անվտանգության ոլորտի էական բարեփոխման մաս է, որտեղ որ քաղաքականությունը պիտի մշակի ներքին գործերի նախարարությունը եւ պատվիրակի process-ների կազմակերպումը մասնավոր գործընկերոջ եւ մասնավոր գործընկերները պիտի ապահովեն ընդհանուր փորձաքննությունները։ Բնականաբար այստեղ վերահսկողական գործիքակազմը եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք նաեւ որակի առումով խնդիրներ չունենանք։ Նախատեսել ենք լիցենզավորման կոնկրետ process, որն առաջիկայում արդեն ավելի մանրամասն կքննարկենք նաեւ համատեղ եւ կգնանք առաջ։